Դա մենակ Մասիսը չի, Մասիսում մեր կողմնակիցների նաև մի արտիկում չէ, կարծեմ, ընդեղ էլ Հայաստան դաշինքի ներկայացուցիչի վրային հարցը սանձարձակություն է, դա ամենաթողության մթնոլորտ է, հենց այդ է, էլի, որ իշխանության ներկայացուցիչները պատասխանատվության չեն ենթարկվում, հետո իրանց շարքերում էլ, ասենք, տեսել եք, էլ ինչ տեսակի մարդիկ, ասենք, դրանց պատգամավորի տեխնացուն, որ Վիլեն Գաբրելյանն էլ, հիշում եք, Գյումրիում ինչ գաստրոլներ էր անում, էդի դրանց էլիտան է, հələ վարչության անդամ, պատգամավորի տեխնացու, դա ասենք պատկերացնում եք, չէ, դրանց շարքերում ինչ վիճակ է, էլի, երևի Տելեգրամյան ալիքի հիմնական գնորդներն են դրանք, էլի, Տելեգրամով ապրանք ծախում, դա պարզ է, այդ վիճակում գտնվող մարդիկ էլ ինչ սանձարձակ իմանալով որ իրանք անպատիժ են մնալու, ինչ սանձարձակություն ասես, կան Մասիսում բանը չէ, կարծեմ դե երկրապահը հայերի վրա է հարձակվում, երկրապահը իմացել ենք, որ ժամանակին թուրքերի վրա էր հարձակվում։ Հələ մի հատ գնա ասենք թե Մասիսի երկրապահը, հələ մի հատ գնա Գորիսի Կապան ճանապարհը թուրքերը կանգնել են։ Հələ մի հատ գնա հարձակվի ընդ այդ կոմանդոյի զինվորները, տենամ կարաս հարձակը։ Հա? Դե Բաղալեն Սիմոնյանը դրա համար էլ ես այդ նույն դեպատի ժամանակ ասացի, որ ինքը ակնհայտ պետական դավաճանության ենթադրել հանցանքով պիտի մեր բանտի կոնտինգենտի առարկա է։ Պարոն Ղազարյան, կներեք, ես քիչ ավելի ուշ միացա, ամփոփելով այս նախընտրական քարոզարշավի բոլոր օրերը, ինչ տպավորություններ ունեք ընդունելությունից, ընդհանուր տպավորությունները, մարդիկ ասում ներգրավված են, հետաքրքրված են։ Շատ, մենք շատ մեծ կողմնակիցներ ունենք, ամենտեղ ընդհանուր առմամբ շատ դրական է մեր տպավորությունը, մարդիկ փոփոխությունների են սպասում, շատ են դեպքերը, որ մարդիկ այդքանի որ ընդհանուր բռնության մթնոլորտ է, ահուվախի չէ, մեկը միտեղ աշխատում, մեկի հարազատը բանից ասում են մենք ձեր հետ չենք գալի, չենք երևում, չենք ուզում բանենք, որ պրոբլեմներ չլինի, բան, որովհետև գիտեն, որ հիմա էլ ասենք նայելու են կանստե տենանով է եկե գնան հարազատների հետ, սա որ այդ գործի վրա են, չէ։ Բայց իրականում մարդիկ րոպեներն են հաշվում, որ երբ է գալու հունիսի 7-ը, այդան բոլոր քվեաթերթիկները դնեն մի կողմ, երրորդ համարը ծրարի մեջ, որ ասենք ուսուցիչ է, չէ, հիմա ինքը զգում է, չէ, իր նկատմամբ ինչ բռնություն է, ձեն չի անում, ասում է եղավ, կգամ ձեր հանրահավաքին, կգամ ձեր ժողովներին, կընտրեմ, ասում է, եթե ես հնարավորություն եմ ինչ ճնշողին ես ինքս անեմ, Ինչի թողնեմ ինքը մնա, որ ցանկացած առիթով ինքն նկատմամբ ճնշում գործադրի, չէ՞ մարդը գիտակից մտածում է։ Ինքը հասկանում է, չէ՞ որ երրորդ համարի քվեաթերթիկը որ դրեց ծրարի մեջ, այն իրան բռնություն գործադրողին ինքն է հեռացնում դրանով։ Ու շատերը հենց դրան են սպասում, զինվորական կլինի, ոստիկան կլինի, պետական ոլորտի աշխատող, զզվել, մենք հերվից հեռու ենք նայում դրանցից զզվում ենք, խեղճ մարդիկ դրանց հետ աշխատում են։ Պարոն Ղազարյան, եւ Գյումրիում ձեր երկիրը իշխանականները պաշտպանին քննարկեցին բոլորի վիդեոներ էին, հա, մոնտաժել, կպցրել, եւ Սամվել Կարապետյանը ասում էր երկի չի կարող գտել, որ երկիրն ասում են, դե թող Էդգար Ղազարյանը։ Դե հիմա կատակ, մենք բան ունենք, չէ՞, մի հատ հարվածային գործիքներ խփող ունենք, տենանք հələ դե թող ինքը իր գործով զբաղվի։ Ես շատ շնորհներ ունեմ, ես կարող եմ երգել, նվագել, արտասանել, խոսել, աշխատել, ամեն ինչը կարող եմ անել։ Թող իրանք իրանց գլխի ճարը տենան, մենք մեր համար թող չանհանգստանանք։ Պարոն Ղազարյան, եւ վերջին օրերին մենք ականատես ենք լինում, որ հանրայինով կազմակերպում են բանավեճեր քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչների հետ։ Ձեր տպավորություններով նախ կխնդրեմ կիսվեք եւ ասեք, արդյոք իշխանությունը այս դեպքում ինչ-որ հաղթանակ տանում է, Չէ, ջախջախում ենք, ասենք ընդ մի երկու հատ պրոքսի ուժեր կան, այն հոպլոյ կուսակցությունից են մի երկու հոգի գալի դրանց պաշտպանում, չէ, այն Շիրինյան կա մի հատ կա, մնացածը ով կա, սա նորմալ մարդիկ են այդ ընդդիմադիր քաղաքական ուժերը ու ճիշտ հարցադրումներ են անում, որոնց իրենք չեն կարող